Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի պաշտպաներ, Արոն Զուրաբյանի ակնոցի եւ Արմանյան վերաքննիչ, բողոքը բավարարել մասնակի։ Կես տարվա քննությունից հետո վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց Շիրակի թեմի առաջնորդի բողոքը, բեկանեց Առաջինատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության։ Անցած տարվա հոկտեմբերին Առաջինատյանի դատարանը Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղավոր էր ճանաչել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Հիմա արդարեք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու՞։ Որովհետեւ չարտարացվեցի։ Դատարանը միաժամանակ մերժեց գլխավոր դատախազության բողոքը, որով պահանջվում էր 2 տարվա փոխարեն սահմանել 2.5 տարվա ազատազրկում։ Դատախազությունն այսօրվա որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարան։ Աջապահյանի մեղադրանքի հիմքում անցած տարվա նրա մի հայտարարությունն էր, որով arczepiskopos-ը վերահաստատել էր դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը։ Դե ի սկզբանե ասել ենք շինծու էր, ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու։ Ձեր նշած կոչը Կոչ անում է կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Բառացի ասում է գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի, ես պետք է դատվեմ։ Դատարանն այսօր նաև վերացրեց բարձրաստիճան հոգևորականի տնային կալանքը։ Նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից եւ նշեց, որ շտապում է մեկ այլ դատարան, որտեղ ընթանում է ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող հոգևոր եղբոր Բագրատ arczepiskopos-ի դատավարությունը։ Թողեք, ուզում եմ գնալ Բագրատ Սրբազանին տեսնեմ։ Հետո պետք է գնամ Էջմիածին վեհապարին տեսնեմ։ Հետո պետք է գնամ տուն։ 8 ամիս բանտում պահվելուց հետո Աջապահյանը տնային կալանքի էր տեղափոխվել 3 ամիս առաջ։ Ավելի լավ էր պահել։ Ֆուտբոլ էին նայում գիշերը։ Գործը բեկանելու որոշման հիմքում փաստաբանների բողոքն էր ընդդատության վերաբերյալ։ Վերաքննիչն ընդունեց, որ խախտվել է գործի քննության ընդդատությունն ու դատավարությունը պետք է անցկացվեր ոչ թե Երևանի, այլ Շիրակի մարզի դատարանում։ Հետևաբար նոր դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզում։ Նախ եւ առաջ այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում։ Չնայած մենք բնականաբար արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր էր, որ վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց այդ ընդդատության կանոնի խախտումը։ Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ վերաքննիչի որոշումը ստանալուց հետո կկարողանան մանրամասներից խոսել, թե արդյոք միայն ընդդատության հարցն է դատարանը համարել խնդիր, թե նաև մեղադրանքի առանցքում տեղ գտած նրա հայտարարություններին էլ է անդրադարձել։ Երբ որ որոշումը ստանանք, բնականաբար մեզ համար ավելի պարզ կլինի, բայց այս պարագայում մենք կարծում ենք, որ այո, միայն ընդդատության հիմքով բեկանել է։ Շիրակի թեմի առաջնորդը հայտարարեց, շարունակելու է քննադատել իշխանություններին։ Չէ, բավարի շոյեմ, չէ, բրի գլուխները շոյեմ։